Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր նոր աշխատանքային օր առավոտ սկսում ենք միասին հանրայինի ուղիղ եթերում օգոստոսի 19-ն է այսօր եւ մենք ուրախ ենք ողջունել ձեզ։ Բարի լույս եւ բարի գալուս սուրճ ու սեր առավոտից առավոտյան ծրագրի եթեր ավանդաբար սուրճը ձեր կողմից սերը մեր եթերում Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանն են աշխատելու առաջիկա 1.5 ժամվա ընթացքում ունենալու ենք հետաքրքիր տեղեկատվություն, տեղական եւ միջազգային լուրեր, լավ երաժշտություն եւ իհարկե ինտերակտիվություն, որովհետեւ սպասելու ենք ձեր զանգերին ու մեկնաբանություններին։ Օրը չորեքշաբթի է, օգոստոսի 19-ն է այսօր, հիշեցնեմ, որ մեզ կարող եք ոչ միայն լսել, այլև տեսնել մեր մի քանի հարթակներում հասանելի է լայվը, առաջին հերթին armradio.am կայքում, որտեղ կա դիտել եթերը կոչակ, ինչպես նաև մեր Facebook-յան հարթակում, որտեղ ուղիղ եթերն արդեն գործարկվել է, այնպես որ կարող եք մեզ գրել, մեզ կարող եք դիտել եւ մեզ կարող եք նաև զանգահարել։ Այո, սպասում ենք ձեր զանգերին 553702 հեռախոսահամարով, օրվա ընթացքում, եթերաժամի ընթացքում կունենանք նաև հետաքրքիր հարցեր, որոնց հնարավոր կլինի պատասխանել, այնպես որ ամեն կերպ փորձելու ենք եթերը ինտերակտիվ դարձնել, մնացեք մեզ հետ եւ սկսենք երաժշտությամբ։ Այո, սկսենք նոր երգով Tango Mango։ Սետ կապված գիտեմ հերթով կկատարվեն հաստատ սիրո թելով ենք մենք իրար կապված սերը հաղթելու է հաստատ սիրտս ուզում է տանգո ծովի ափի ուզում եմ սարը մանգո ամրան տապի Station with the best music. Best music. I love the music. Best music. Սոփի Մխայանի նոր երգով սկսեցինք մեր եթերը Tango Mango, ամռանը քիչ մնաց, այնպես որ հասցրեք մանգո վայելել ծովի ափին եւ տանգո ապրել նաեւ, եթե ցանկություն կա։ Շնորհակալություն նոր երգի համար Սոֆիին էլ Սևակին էլ որ հնչեցրեց եթերում մեր ռադիո լսողներին էլ որ օպերատիվ են եւ հասցրել են մեզ միանալ մեր Facebook-յան էջում Նարեկ Մկոյանն է մեզ սաղիկներ ուղարկել իսկ Ստյոպ Վարդանյանն ու Վիգեն Եղեզարյանը բարի լույս են մաղթում մեզ մենք էլ ենք միանում մաղթանքներին հիշեցնում որ դուք նույնպես կարող եք մեզ մեկնաբանություններ գրել իսկ մինչ այդ մենք փորձենք հասկանալ թե ինչպիսին է լինելու եղանակը Երևանում ու հանրապետության տարածքում
պահին կարևոր տեղեկատվության պաշարն ենք բացում եւ իհարկե սկսում ենք օթերևութաբանների կանխատեսումներից հանրապետության տարածքում օգոստոսի 19-ից, այսինքն այսօրվանից եւ նաեւ վաղը գիշերը եւ երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, իսկ հա օգոստոսի 21-ից 23-ը առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը բարձրանալու է Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում այսօրվանից մինչև օգոստոսի 23-ը։ Այսօր առավելագույնը մեր մայրաքաղաքում 35 աստիճան տաքություն կդիտվի, երեկոյան 26-ից 28, իսկ հա գիշերը 18-ից 20 աստիճան տաքություն են կանխատեսում օդերևութաբանները։ Իսկ հեռախոսային հավելվածը մեզ հուշում է, որ մայրաքաղաք Երևանում 25 աստիճան է, որը զգացվում է ինչպես 27, մի փոքր հովացել է։ Այո, իսկապես ջերմաստիճանը մի փոքր կարծես թե նվազել է եւ ընդհանուր էլ ավելի հով է թվում, բայց եթե ամեն դեպքում քաղաքից դուրս գալու պլաններ կան, ավտոճանապարհները Հայաստանի Հանրապետության տարածքում անցանելի են։ Ստեփան-Ծմինդա Լարսը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գանք մայրաքաղաք, տեսնենք ինչ պատկեր է։ Ես եթերում չէի, Կիևյան կամուրջը վերջապես բացվեց։ Ինչի ազդեցությունը եւ հենց հիմա էլ քարտեզին տեսնում ենք, սովորաբար այս ժամերին 6-7 մինչև 8-ի է հասնում, խցանումային նիշը այս պահին 5 է, այսինքն բավական թեթև պատկեր է։ Մեզ քարտեզը հուշում է, որ մեկ ճանապարհատրանսպորտային վթար կա, տեսնենք որ փողոցում է դա, Կորյուն փողոցի հատվածում է կարծես թե, մինչև քարտեզը կբացվի, ասենք որ ընդհանուր առմամբ երթևեկությունը այս պահին մայրաքաղաքում փոքրի շատ է տանելի է, դեծանաբեռնված փողոցներ բնականաբար կան, ինչպես սովորաբար լինում է այս ժամերին, կարծես թե Հերացու փողոցում էր ճանապարհատրանսպորտային վթարը, բնականաբար խցանված են, ծանրաբեռնված են այն փողոցները, որոնք կենտրոն են շարժվում դեպի, դա Իսակովի պողոտան է սովորաբար, Միասնիկյանը եւ նաեւ կենտրոնում կան մի քանի փողոցներ, բայց քանի որ 5 է խցանումային նիշը, առավելապես չկենտրոնանանք, սա արդեն մեր մայրաքաղաքի համար բավական թեթև պատկեր է, վարորդներին եւ ուղևորներին համբերություն ենք մաղթում, եթե խցանումների մեջ եք եւ առաջարկում միանալ մեզ 107.7 հաճախականությամբ կամ մեզ դիտելով մեր Facebook-յան հարթակում։ Իդեպ ինչպես ամեն անգամ այսօր նույնպես կոչ եմ անում մեր մասին պատմել դեպ ձեր այն ընկերներին, հարազատներին, որոնք գուցե դեռ առավոտները մեզ հետ չեն սկսում, այդ սխալը պետք է անպայման ուղղել, մենք հասանելի ենք, գիտեք, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում եւ նաեւ մեր կայքում armradio.am։ Տեղափոխվենք ֆինանսական աշխարհ, տեսնենք թե կենտրոնական բանկն ինչ փոխարժեքներ է սահմանել տարադրամի համար, ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 365 դրամի եւ 25 լումայի, 422 եւ 81 է եվրոն, ռուսական ռուբլին 4 եւ 3 է, 139 դրամ եւ 81 լումայի է համարժեք վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգը 494 դրամ է, դիրհամն այսօր արժե 99 դրամ 45 լումա եւ իրանական ռիալն էլ 0.026 է, կայուն։ Ահա, սա տարադրամի փոխարժեքի մասին եւ վերադառնալով կրկին մայրաքաղաքում երթևեկությանը, նշենք, որ փոփոխություն կա երթևեկության կազմակերպման Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը եւ նշում, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելությունն ավելացնելու նպատակով վաղվանից օգոստոսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ավտոճանապարհահատվածում, մասնավորապես Թբիլիսյան խճուղի, Թբիլիսյան խճուղու նրբանցք խաչմերուկից դեպի Շրջանցիկ թունել փողոց երթևեկությունը կլինի միակողմանի, հարգելի վարորդներ, եթե պատկերացնում եք այդ հատվածը, եւս մեկ անգամ նշեմ, Թբիլիսյան խճուղի, Թբիլիսյան խճուղու նրբանցք խաչմերուկից դեպի Շրջանցիկ թունել փողոց երթևեկությունը կլինի միակողմանի։ Ահա, ֆիքսեք սա, որպեսզի հանկարծ խախտումներ չանեք եւ հետևանքներ դա չունենա։ Իսկ մենք երևի թե եւս մեկ երաժշտական դադար վայելենք, հետո վերադառնանք ու սկսենք թերթել պատմության։ Այո, տեսնենք ինչով է առանձնանում օգոստոսի 19-ը թե ազգային, թե միջազգային օրացույցերում, իսկ մինչև այդ եւս մեկ երաժշտական դադար, վստահ լինենք, որ այն անպայման կհեռարձակվի, այո, եւ ձեզ թողնենք այս երկի հնչյունների հետ։ Կանչեք յարս մտնի պարը, վասեմ բարի, յարը սարլը սաղաշխարը, հայդոն բարի, ջանդոն բարի, դոն բարի, կանչեք յարս մտնի պարը, վասեմ բարի, յարը սարլը սաղաշխարը, հայդոն բարի, ջանդոն բարի, դոն բարի, վասեմ բարի, հայդոն բարի,
քաջեցին ջուրը վասեմ բարի աղջի իմ յանեքո քուրը հայդոն Dombari Ere քաջեցին ջուրը վասեմ բարի աղջի իմ յանեքո քուրը հայդոն բարի ջան Dombari վասեմ բարի հայդոն բարի ջան Dombari աղջի արի բռներ բարին հայդոն բարի ջան Dombari վասեմ բարի հայդոն բարի ջան Dombari աղջի արի բռներ բարի հայդոն բարի ջան Dombari Ինանցե 42 ողջունում ենք բոլորին, ովքեր հենց նոր են մեզ միացել, հանրայինի ուղիղ եթերում Սուրճ ու սեր առավոտից հաղորդումն է եւ մենք սիրով ձեզ հրավիրում ենք սուրճի։ Այո, հուսով ենք, որ սուրճը կամ արդեն վայելում եք կամ կրակին է, իսկ եթե դեռ նոր աչքերն եք բացում, ապա մի փոքր նախանձում ենք, բայց դեռ լիքը ժամանակ ունեք մեզ հետ անցկացնելու համար, եթերաժամի սկիզբն է դեռ միայն, բայց արդեն ժամանակն է պատմության էջերը թերթելու։ Օգոստոսի 19-ն է, տեսնենք, թե միջազգային ինչ տոներ են նշվում այսօրը։ Այո, մարդասիրական օգնության համաշխարհային օրն է, շատ կարևոր օր, որը նշվում է միջազգային մակարդակով օգոստոսի 19-ին հենց այսօր։ Այսօր մի շատ հետաքրքիր տոն է նաև, լուսանկարի միջազգային օրն է նշվում ամբողջ աշխարհում եւ այն սկսել է նշվել 2009 թվականին ավստրալիացի լուսանկարիչ Կորսկե Արայի նախաձեռնությամբ։ Այո, 1839 թվականի հենց այս օրը հանրությանը ներկայացվել էր լուսանկարի ստացման մեթոդը, որը կոչվում է դագերոտիպիա։ Այն համարվում է ժամանակակից լուսանկարի նախատիպը, հայտնագործության հեղինակը Լուի Ժակու Մանդե Դագերան էր, որից արտոնագիրը գնել էր Ֆրանսիայի կառավարությունը։ Այդ ժամանակ մարդիկ չէին մտածի, թե ինչքան հեշտ լուսանկարվել հնարավոր կլինի ընդամենը 2 դար անց։ Սևակ մի հետաքրքիր տոնել է այսօր, հատկապես աղջիկ փոքրիկներին, աղջիկ երեխաների մայրիկներին շատ դուր կգա, բայց բառը հայերեն մոռացել եմ։ Բանտի ռուսերեն ասում ենք, բանտի այդ փոքրիկ ժապավենների տոնն է, միջազգային տոնն է այսօր։ Ժապավենակապ հայերենում նման բառ փաստորեն կա, այո, դրա միջազգային օրն է։ Գնանք ազգային տոներին, տեսնենք ինչով է առանձնանում օգոստոսի 19-ը ազգային օրացույցում, սկսենք Միացյալ Նահանգներից, ավիացիայի ազգային օրն է նշվում օվկիանոսից այն կողմ օգոստոսի 19-ին։ Մի օր է նշվում այսօր, որը հանգիստ կարող ենք մենք էլ նշել, հատկապես հայաստանյան որոշ շրջաններ, կարտոֆիլի ազգային օրն է այսօր։ Այո։ Ածխաջրի եւ բազմաթիվ այլ սննդարար հատկություններ ունեցող սննդի օր է այսօր։ Որը իր տարբեր ձևերով ագրեգատային վիճակներով շատ համեղ է։ Կարծես թե չի վերջանում այն չեն վերջանում տարբերակները, որոնցով հնարավոր է կարտոֆիլ պատրաստել։ Այո։ Եվ շարունակելով ուտեստների թեման, ասենք, որ Միացյալ Նահանգներում այսօր տաք եւ կծու կերակուրի ազգային օրն է, կան կծվի սիրահարներ եւ եթե տաք է այն էլ ավելի կծվությունը կարծես սուր է զգացվում։ Ահա, տեսնենք թե այլ երկրներում ինչ տոներ կան այսօր։ Նեպալում էլի փառատոն է, Գայի ջատրա, այսպես է կոչվում փառատոնն այսօր։ Մալազիայում ճարտարագետի օրն են նշում եւ տեսնենք ինչ տոներ կան այլ երկրներում։ Ռուսաստանում ինչպես միշտ հետաքրքիր մի փոքր տարօրինակ տոներ կան եւ մասնավորապես թիթեռնիկի վերափոխման օրն է նշվում, սա այն օրն է, երբ թրթուրը դառնում է թիթեռնիկ, խորհրդանշական է։ Այո, փոստային նամականիշի օրը, տոն, որը կարծում եմ ավելի ավագ սերնդի համար է հետաքրքիր, հիմա շարունակում են իհարկե փոստային նամականիշներ էլի տպագրվել, օգտագործվել, բայց դե ոչ այն նույն մասսայականությամբ ինչ ժամանակին, բայց դա չի խանգարում նամականիշներ հավաքողներին, ֆիլատելիստներին շարունակել նույն ոգևորությամբ իրենց հոբիով զբաղվել։ Ֆիլատելիստ, ֆիքսեմ այդ բառը, հիմա շատ նորաձև են, կարծես թե մարդիկ այլ երկրներից էլ գնում են, Հայաստանում էլ տեսականի է հայտնվել post-card կոչվածների, ինչը կարծում եմ էլի շատ գեղեցիկ է եւ Ուկրաինայում մեղվաբույծի օրն են այսօր նշում, մենք այս թեմայի
Ֆոնդային, երբ միջազգային օրներ անդրադարձել ենք, շատ հետաքրքիր հյուր ենք ունեցել։ Ահա։ Եվ տեսնենք ինչ հետաքրքիր իրադարձություններ կան, նաև այս օրը Google ընկերությունը 2004 թվականի այսօրը սկսել է իր ակցիաների վաճառքը ֆոնդային բորսայում։ Ահա։ Soyuz T7 տիեզերանավի մեկնարկն է տրվել 1982 թվականի այս օրը։ Գնանք երաժշտության աշխարհ 1967 թվականին լեգենդար Pink Floyd-ն առաջին անգամ հայտնվեց անգլիական հիթ շքերթի առաջին տեղում իր հայտնի The Piper at the Gates of Dawn ալբոմով։ Ինձ համար տխուր, բայց ամբողջ աշխարհում շատ կարևոր համարվող մի օր է նաև այսօր 1960 թվականի փաստորեն օգոստոսի 19-ին է տիեզերք բարձրացել Sputnik 5 տիեզերանավը հայտնի շների Բելկայի եւ Ստրելկայի հետ միասին։ Այո, շատ հայտնի պատմություն շունիկներին կարծես թե ուղարկեցին։ Այո, ուղարկեցին, բոլորը գիտեն եւ միանգամից նաև օրացույցին անդրադառնանք հոբելյարների, տեսնենք ովքեր են լույս աշխարհ եկել այսօրը, ում ծննդյան օրն է։ Քրիստինա Փերի, դա նույն Քեթի Փերին Չէ, ես ցույց կտամ լուսանկարը, միանգամից կհիշես թե ում մասին է խոսքը, նա որպես դերասանուհի է ավելի հայտնի, բայց նաև երգչուհի եւ երգերի հեղինակ ամերիկացի։ 1986-ի այսօրն է ծնվել նա, տեսնենք Միացյալ Նահանգների ամենասկանդալային նախագահներից մեկը 42-րդը Բիլ Քլինթոնը ծնվել է 1946-ի այս օրը փաստորեն։ 1945-ին է ծնվել Յան Գիլանը, շոտլանդական ծագմամբ անգլիացի ռոք վոկալիստ Deep Purple լեգենդար ռոք խմբի երգիչ, որի դեպ մի քանի անգամ եղել է Հայաստանում, եթե չեմ սխալվում նաև 88-ի երկրաշարժից հետո բարեգործությամբ է զբաղվել եւ Հայաստանում տարբեր հեռուստանախագծերում նրան տեսել ենք ժամանակին, կապ կա հայ ժողովրդի հետ, ինչի համար շնորհակալ ենք եւ շնորհավորում ենք Յան Գիլանին։ Նորաձևության սիրահարների համար անգլերեն բառ կա, սևակ ասում են fashionista, այն մարդիկ են, որոնք հետևում են նորաձևությանը, սիրում են նորաձևությունը, կարևորագույն օր է այսօր հեղափոխական, ոլորտի հեղափոխական մոդելեր, դիզայներ, բազմաթիվ նորամուծությունների հեղինակ Կոկո Շանելի ծննդյան օրն է փաստորեն նաև այսօր, նա ծնվել է 1883-ի այսօրը ֆրանսիացի աշխարհահռչակ դիզայներ Կոկոն եւ հայտնի Chanel բրենդի հիմնադիրը։ Այո, եթե ժամանակ լինի, եթերաժամի ընթացքում կանդրադառնանք նաև նրա կյանքին եւ հետաքրքիր փաստեր ձեզ կներկայացնենք եւ երաժշտական աշխարհում, հայկական երաժշտ աշխարհում նաև կարևոր անուն Նիկողայոս Տիգրանյան, հայ կոմպոզիտոր եւ դաշնակահար 1856 թվականի այսօրն է ծնվել։ Ֆրանսիացի իմպրեսիոնիստ Գուստավ Կայբոյի ծննդյան օրը փաստորեն նույնպես այսօր է 1848-ին է նա ծնվել։ Կարծես թե այսքանն օրացույցում նշանավոր հոբելյարները մենք շնորհավորում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր ծնվել են այսօր եւ իրենց տարեդարձն են նշում այսօր, ձեզ մաղթում ենք անմոռանալի եւ անակնկալներով լի օր։ Այս պահին եւս մեկ երգ վայելենք, որից հետո կվերադառնանք։ To my love and home,
your husband is coming. Սուրճ ու սեր առավոտից։ Հարյուրյոթ հաճախականությամբ սուրճ ու սեր առավոտից հաղորդումն է եթերում, մենք շարունակում ենք մեր եթերաժամի վերջին րոպեներն են, վեգա ունենք նոր մեկնաբանություններ, արդյոք։ Այո, ունենք նոր մեկնաբանություններ, մեզ է հասցրել իհարկե միանալ Էրիկ Բաբուջյանը եւ Բարի Լուսյան ստիկերներ ուղարկել, Ամալիա Ղազարյանը նույնպես մեծ ստիկերներ է ուղարկել, գրել է congratulations, ենթադրում եմ ծննդյան տարեդարձերն է շնորհավորում։ Մենք էլ ենք միանում շնորհավորանքներին եւ Սևակ, քանի որ Կոկո Շանելից խոսեցինք, գիտեիր օրինակ, որ նա լուսնոտ է եղել։ Մինչև այդ փաստին անդրադառնալ, ես կարծես սխալ նշեցի, մեր առաջին եթերաժամի վերջին րոպեներն են, ոչ թե ամբողջ եթերաժամի, դեռ 1 ժամ լինելու ենք եթերում։ Հիմա Կոկո Շանելի մասին փաստեր տեսնենք, ինչ է ասում համացանց ինչն է առավել կարևոր նրա կյանքից, դե գիտենք, որ նա հայտնի այդ խոսքի եւ ավանդույթի չէ, հեղինակն է, որ յուրաքանչյուրքին պետք է փոքրիկ կարճ սև զգեստ ունենա իր զգեստապարանում, անկախ իր մնացյալ զգեստներից եւ ճաշակից ու նախընտրություններից։ Իդեպ Կոկո Շանելի մասին խոսելիս, գուցե շատերին այնքան էլ պարզ չէ, թե ինչու է հենց նա այսքան լեգենդար անուն դարձել նորաձևության ոլորտում, նա իսկապես հեղափոխական է եղել, քանի որ մինչև Շանելը կանանց եւ տղամարդկանց համար սահմանված հագուստը շատ սահմանափակ եւ խիստ էր։ Կային հստակ մի քանի ձևի հագուստ, որ կանայք պիտի կրեին եւ համապատասխանաբար տղամարդիկն առաջինն էր, որ հեղափոխական գտնվեց եւ հետաքրքիր նորամուծություններ արեց։ Իդեպ բավական դժվար եւ բարդ ճանապարհ է անցել մինչեւ այսքան հայտնի դառնալը։ Օրինակ գիտեք, որ նրա իրական անունը Գաբրիել Բոնյոր Շանել էր եւ Կոկո մականունը ստացել է այն ժամանակ, երբ կաբառաներում որպես երգչուհի ստիպված էր վաստակել։ Այո։ Կոկո մականունը այո հայտնի դարձավ երիտասարդ տարիներին, երբ երգում էր, իսկ 1910-ին նա Փարիզում բացեց իր առաջին, բայց այս դեպքում դեռ գլխարկների խանութը Chanel Mods անունով, բայց նա նորաձևության մեջ աչքին կավ առաջին հերթին նրանով, որ տարածեց հարմարավետ եւ ազատ հագուստ կրելու ավանդույթը, այդ թվում օրինակ ջերսի գործվածքը, որը մինչ այդ հիմնականում օգտագործում էր տղամարդկանց ներքնազգեստի համար։ Սևակի դեպ ասեմ, որ մինչև Chanel-ը մենք կանայք տանջվում էինք նաև պայուսակի անհարմար լինելու պատճառով, որովհետև մինչև նրան պայուսակները չունեին բռնակներ։ Հիմա կլաչ չենք ասում այն պայուսակներին, որոնք պարզապես պետք է ձեռքում բռնել, եւ կանայք ստիպված էին անընդհատ իրենց ձեռքում պահել պայուսակները, հենց Chanel-ն է եղել, որը ավելացրել է այդ հայտնի շղթան, այն հայտնի Chanel պայուսակի վրա, որը հիմա $4000 արժե։ Չգիտեմ Chanel-ը այն ժամանակ գիտեր, որ այդ գնով են հետո վաճառելու մեր հարմարավետության համար ստեղծված պայուսակը, ինչևէ, ավելացնում է նաև այդ շղթան, որը բնականաբար շատ ավելի հարմարավետ է դարձնում։ Իդեպ գիտես ինչու, որովհետև ասում ես դժվար է նույն ձեռքով եւ պայուսակը բռնել եւ շամպայնը։ Այ։ Եվ նա նորաձևության մեջ մտցրեց նաև տաբատները, պարզ կտրվածքները, ծովային շապիկները, այն ամենը, ինչ առաջին հայացքից թվում էր, թե կանանց համար հատկապես դրսում կրելու տեսանկյունից նպատակահարմար չէ, եւ ասենք, որ նա նաև ստեղծեց հանրահայտ օծանելիք Chanel համար 5-ը, որը կանանց սիրելի բույրերից մեկն է, այն համարվում է առաջին օծանելիքներից մեկը, որը ստեղծվել էր հենց բարձր նորաձևության տան կողմից։ Չնայած իր տաղանդին նրա անունը այնքան էլ անբիծ չէ, Chanel-ի հետ կապված բավական սկանդալային պատմություններ կան, մասնավորապես նրան կապում են նացիստական հետախուզության հետ, գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա հետազոտող Հալվագենը պնդում էր, որ Chanel-ն ունեցել է գործակալական համար եւ պատերազմի տարիներին կապ է ունեցել գերմանական կողմի հետ, ինչպես նաև սիրավեպ նացիստական սպայի հետ, երկրորդ համաշխարհային տարիներին հենց երկարատև հարաբերությունների մեջ էր գերմանացի բարոն Հանս Գյութեն վոն Դինքլեջի հետ, որն էլ իր հերթին կապված էր գերմանական հետազոտության հետ, ավելին հետագայում Chanel համար 5-ի իր անվան բիզնեսի մեծ մասը, որը վաճառել էր, նա փորձում էր հետ վերցնել հենց այդ տարօրինակ եւ քաղաքական ճանապարհներով։ Այ, ինչեր ասես, որ չիմացանք Chanel-ի մասին, բայց վերադառնալով նրա նորաձևության
ոլորտում ունեցած ներդրումներին, ասենք, որ նրա գաղափարը հետևյալն էր, հագուստը պետք է ոչ միայն գեղեցիկ լինի, այլև չսահմանափակի կնոջ շարժումները, այդ պատճառով նրա ստեղծած պարզ ու հարմարավետ ոճը մեծ ազդեցություն ունեցավ 20-րդ դարի կանանց նորաձևության վրա։ Այո, իրականում անկախ նրանից, թե ինչ քաղաքական հայացքներ եւ նախընտրություններ ուներ, Շանելը, որը մինչև իդեպ 87 տարեկան ապրեց եւ մահացավ Փարիզում 1971-ին, կարևոր մի մեսիջ է թողել, դա այն է, որ նորաձևությունն անցնում է, իսկ ոճը մնում է։ Ահա, այսպեսի հետաքրքիր մեջբերում։ Կոկո Շանելից մենք շարունակում ենք մեր եթերը, բայց հիմա նորաձևությունից կտրուկ անցում ենք կատարելու լրահոսին, որովհետև ռադիոլուրի մեր գործընկերոջը ողջունելու պահն է եկել Արմինե, բարի լույս։ Բարի լույս։ Արմինե, դու հիշիր գուցե հիշես Շանելի հետ կապված ինչ-որ դրվագ կա, որ քեզ հետաքրքիր է թե ոչ, մենք էլ այդ ընթացքում գովազդային դադար ունենանք եւ արագ վերադառնանք։ Այս պահին գովազդ, եթե հնարավոր է, որից հետո արդեն Արմինեի հետ կզրուցենք։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:58 մենք Արմինեի հետ ենք զրուցում եւ Կոկո Շանելի մասին վեգան հարց ուներ։ Արմինե, կա ինչ-որ տպավորված միտք կամ մոտեցում, որը Ճիշտ ասած Շանելից ուղղակի շատ པարզ չեմ հիշում, բայց շատ սիրուն մի միտք էր արտահայտել, որ կինը պետք է այնպեսին օգտագործի օծանելիքը, որ հերվից երբ որ գաս գամ, որ կին է գալիս եւ գնալուց էլ բնականաբար, բայց ոչ այդքան շատ չէ, որ տենց այո, լողանում են։ Այո, հա, բայց իսկ Շանելի հետ կապված ես միայն իր օծանելիքներն եմ սիրում, նվիրեք ինձ Շանել։ Ահա, Կոչ, Ինձ Շանել։ Ֆիքսեք։ օգոստոսի 19-ի կոչը Արմինեի։ Նվիրեք Արմինեին Շանել, իսկ որը Արմինե։ Շանել Գաբրիելան եմ շատ սիրում։ Շատ ստորեն։ Հենց իդեպ Շանելի իրական անունով էլ կոչված, ինչպես արդեն նշեցին, Գաբրիելի անունով։ Այնպես որ նվիրեք ինձ։ Սիրում եմ, երբ առավոտներ կարողանում ենք մեր գործընկերներին ծանր, հիմնականում քաղաքական լրահոսից մի փոքր կտրել եւ տանել ավելի ժամանցային, այս պարագայում նորաձևության ոլորտ, բայց ժամանակն է, որ Արմինեին հետ վերադարձնենք լրատվական։ Վերադարձնենք դառը Այո, իրական։ տեսնենք ինչ կա չկա։ Եվ խնդրենք պատմել, թե ինչ է տեղի ունեցել Ժամը 10-ն է մոտենում եւ վերջին ժամի նորությունները տեղական, միջազգային, տարածաշրջանային կլսենք հենց հիմա։ Հայաստանում ժամը 10-ն է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, հանրայինի եթերում լրատվության ժամ է, խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը, որը անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել, կարծում է, որ կկարողանա նոր շունչ տալ այն ուղղություններին, որոնցով զբաղվել էր ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Մեջբերում եմ։ Շարունակվելու են մեր հարևան բոլոր երկրների հետ համագործակցությունը, Ադրբեջանի, Թուրքիայի եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ասել է Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն է ընդունել ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են վերջին շրջանում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Կարևորվել է Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, այդ թվում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի իրականացումը։ Ընդգծվել է նաեւ հումանիտար հարցերի լուծման եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման կարեւորությունը։ Մտքեր են
փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը։ Նա շնորհակալություն է հայտնել Սրփուհի Գալյանը Դեյվիդ Ալենին արդարադատություն նախարարության այցի համար ու բարձր գնահատել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը։ Նախարարը դարձյալ կարևորել է երկկողմ համագործակցության հետագա զարգացումը, այդ թվում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի իրականացման համատեքստում։ Անդրադառնալով արդարադատության ոլորտի առաջնահերթություններին, Սրփուհի Գալյանը կարևորել է արդարադատության ոլորտի նոր ռազմավարության մշակումը։ Շարունակվում են ժամկետային զինծառայող սերժանտների բանակային դիրքերի ավակների հետ հանդիպում քննարկումները ոչ կանոնագրքային փոխհարաբերությունները բացառելու եւ բանակ թափանցող արարտավոր երևույթները չեզոքացնելու օրակարգը։ Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից։ Պաշտպանական գերատեսչությունից տեղեկանում ենք նաև, որ Հայաստանում է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգը, վերջինս Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։ Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունը, կրթական միջավայրը եւ ուսումնական գործընթացը։ Այցի շրջանակում Ռաջեշ Կումար Սինգը հանդիպել է կրթօջախի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Այժմ մեկ լուր սպառողների համար Հայաստանում լոլիկի մթերման գործընթացն է մեկնարկել եւ արդեն մթերվել է շուրջ 4700 տոննա լոլիկ, որից 1800 տոննան արտաշատի պահածոների գործարան ԲԱԿ բաժնետիրական ընկերության կողմից։ Այս մասին տեղեկացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը եւ հավաստիացրել, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չեն ունենալու եւ մթերող ընկերությունները պատրաստ են ընդունել առաջարկվող ամբողջ բերքը։ Իսկ ազգային ժողովում շարունակվում են քննարկումները խորհրդաներողություն հանձնաժողովների նախագահների ընտրության։ Ազգային ժողովին դիմադիր ուժեղ Հայաստան խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արեգա Հովսեփյանին։ Համոզված են, որ հանձնաժողովը չպետք է դառնա խորհրդարանում գործադիր իշխանության շարունակությունը, ոչ էլ միջկուսակցական պայքարի եւս մեկ հարթակ։ Այն տեսնում եմ որպես պրոֆեսիոնալ խորհրդարանական կառույց, որի գործունեությունն առաջին հերթին պետք է ծառայի Հայաստանի շահերին իր ելույթում, ասել է Արեգա Հովսեփյանը։ Ազգային ժողովից դեռևս մենք այլ թողարկումներում կանդրադառնանք, իսկ այժմ անդրադառնանք միջազգային լրահոսին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին դադարեցնել բանակցությունները Իրանի հետ։ Ըստ նրա տեղեկությունների, ԱՄՆ-ն իր քաղաքական դաշնակիցներին տեղեկացրել է մարտավարական փոփոխության մասին։ Իրանին հնարավորինս շուտ ջախջախելու մոտեցմանը փոխարինելու է եկել ժամանակի ընթացքում նրան խեղդելու գաղափարը։ Եթե նախկինում Թրամփը պնդում էր, թե բանակցությունները լավ են ընթանում եւ որ նոր գործարքը սարերի հետևում չէ, ապա այժմ նա խոսում է այդ ուղղությամբ դիվանագիտական ջանքերի բացակայության մասին։ Հեռուստաընկերության աղբյուրների փոխանցմամբ Թրամփն իր բանակցային թիմին, որի կազմում է Փեսան, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Ջեյ Վենսը, ԱՄՆ փոխնախագահ հարհանգել համագործակցել Թեհրանի հետ։ Դոնալդ Թրամփն այս հրահանգը տվել է Թեհրանի անդրդվելի կեցվածքի պատճառով, քանի որ վերջինս հրաժարվում է զիջումների գնալ եւ կատարել ամերիկյան կողմի պահանջները։ ԱՄՆ նախագահը մտադիր է սառեցնել գործընթացը եւ սպասել այնքան ժամանակ, մինչեւ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը պատրաստակամություն կհայտնի կնքելու Վաշինգտոնի պայմաններին համապատասխանող համաձայնագիր։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար, հետևեք իրադարձությունների զարգացմանը ռադիոլուրի եթերում, խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ Ես սեր չեմ ուզում, ոչ էլ ծաղիկներ, ինձ պետք է հոգի, իմ հոգուն ընկեր, ավելորդ բարեր, հարկավոր չեն ինձ, երկու խոսք սրտի, հեռու քաղաքից, ես սեր չեմ ուզում ու ոչ էլ զարդեր,
պետք են իմ սրտին հավասար զարկեր ուղակի խոսել զանգել եմ ուզում ու քեզ համբուրել անգամ երազում որտեղից ործովից որ ափից դու եկար որտեղից բանալին իմ սրտի գտար որտեղից որ կողմից որ քամու հետ եկար սիրտը իմ մտար ես սեր չեմ ուզել բայց դե այն եկավ ոչինչ չեմ փնտրել սերը մեզ գտավ ու տարավ հեռու ամպերից ելու աստղերի գրկում լուր սավառնելու սիրո պատմություն հազարով գիտեմ բայց դե մեզ նման չկա չգիտեմ իմ կյանքին ոչինչ էլ չի պակասում եթե կողքիս ես էլ բան չեմ ուզում որտեղից ործովից որ ափից դու եկար որտեղից բանալին իմ սրտի գտար որտեղից որ կողմից որ քամու հետ եկար սիրտը իմ մտար որտեղից ործովից որ ափից դու եկար որտեղից բանալին իմ սրտի գտար որտեղից որ կողմից որ քամու հետ եկար սիրտը իմ մտար որտեղից ործովից որ ափից դու եկար որտեղից բանալին իմ սրտի գտար որտեղից որ կողմից որ քամու հետ եկար սիրտը իմ մտար որտեղից ործովից որ ափից դու եկար որտեղից բանալին իմ սրտի գտար որտեղից որ կողմից որ քամու հետ եկար սիրտը իմ մտար սիրտը իմ մտար Սուրճ ու սեր առավոտից Տասնանցը 9 եւ մենք շարունակում ենք եթերաժամի երկրորդ հատվածը հենց նոր մեկնարկեց բարի լույս բոլորին ովքեր նորեն մեզ միացել ձեզ լավ ու արդյունավետ օր ենք մաղթում իսկ ովքեր մեզ հետևում էին 9:30-ից շնորհակալ ենք հավատարմության համար եւ ուրախ կլինենք որ լսենք ձեր ձայնը կամ տեսնենք ձեր մեկնաբանությունները մեր հարթակներում 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարն է Հայաստանի հանրային ռադիո այսպես էլ փնտրում եք մեզ Facebook-ում միանում եք մեր live-ին մեզ նաեւ դիտում եք եւ մեկնաբանություններ եք գրում ինչպես Արտակ Մխիթարյանը որը նույնպես միացավ մեզ եւ բոլորին բարի լույս է մաղթում մեր կայքում նույնպես գործարկված է ուղիղ եթեր այնտեղ նույնպես մեզ կարող եք դիտել դեպ ինչպես մեզ այնպես էլ մեր բոլոր այն գործընկերներին որոնց հաղորդումները ունեն վիզուալ հատված մենք փորձում ենք հնարավորինս հասանելի լինել նաեւ վիզուալ տարբերակով մեր on-line հարթակներում այնպես որ մեր կայքում նույնպես ակտիվ եղեք armradio.am բացի դրանից առհասարակ սոցցանցերում նույնպես մեր SMM ծառայությունը բավական ակտիվ աշխատում է եւ ձերք զարկերակին պահել հնարավոր է նաեւ on-line տարբերակով Այո եւ այսօրվա Թեմային մի փոքր անդրադառնանք լուսանկարի համաշխարհային օրն է այսօր, ինչի շուրջ էլ մեր հետագա զրույցը կծավալվի րոպեներ անց, քանի որ տաղավարում հենց լուսանկարչի հետ էլ զրուցելու ենք, օրը նվիրված է լուսանկարչության արվեստին, պատմության այն մարդկանց, ովքեր լուսանկարներով պահպանում են կարևոր պահեր ու պատմություններ։ Մեր օրերում, երբ յուրաքանչյուրի ձեռքին կա նկարանող սարք, կարծես հեշտ է թվում, չէ՞, պատմությունը վավերագրել եւ մեր կյանքի կարևոր պահերը, բայց եթե շատ չերվանանք գնանք մեր մանկություն, ինչքան դժվար էր, չէ՞, նախ մեր փոքր ժամանակների նկարները հատուկ ֆոտոստուդիաներում են արված, իսկ հետո երբ արդեն ձեռքի լուսանկարչական սարքերը հասանելի դարձան, էլի դրանք անսահմանափակ չէին եւ օգտագործվում էին միայն կարևոր պահերը վավերագրելու համար։ Ծննդյան օր սեպտեմբերի 1, իսկ հիմա հարյուրավոր հազարավոր լուսանկարներ մենք նույն տարածքից անում ենք, որպեսզի հետո ընտրենք ու կարծես հետո թողնում ենք, չէ՞, այդպես հաճախ հոգնում ենք այդ նույն դիրքով նկարները հետո առաջանելուց
եւ կարծես կորցնում է նկարը իր արժեքը, իսկ երբ դա ընդամենը մեկ հատ էր, անգամ փակ աչքերով նկարը այդ ժամանակ վաու էր, որովհետեւ այդ օրվանից այդ մի նկարը կար։ Այդ մի նկարը կար, այո, իսկապես եւ զարմանալի է, որ հիմա վարկյան է պարզապես ավելի քիչ քան 1 վարկյան տևող գործողությունը, օրինակ առաջին անգամ իրականացնելու համար պահանջվել է մոտ 8 ժամ։ Պատկերացնում ես Նիսեֆոր Նիեպսը այն ստացել է 1826-27 թվականներին եւ տեսարանը պետք է ժամերով գրեթե անփոփոխ մնար, այսինքն շատ երկար ժամանակ էր պահանջում։ Իսկ հիմա նաեւ նկատել է Սևակ, որ ինչպես լուսանկարչության եւ ֆոտոապարատի, այնպես էլ այլ տեսակ սարքերի դեպքում կարծես թե վերադառնամ ենք վինտաժին, ռետրոյին, մարդիկ չնայած նորագույն տեխնոլոգիաներին գնում եւ ժապավենային իրենց ֆոտոխցիկներ են առնում կամ դիջիտալ հին տեսակի տեսախցիկներ են առնում եւ նույնիսկ հաճախ երբ հենց նորագույն սարքով է նկարահանված, միևնույն է էֆեկտներով հնացում են եւ փորձում են այդ ռետրո եւ նոստալգիկ էֆեկտները ստանալ։ Այո, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ այդ հին ապարատները կրկին չէ, կգան մոդա, ինչպես ասում են, որովհետեւ դրա համար պետք է ժապավեն գնել, հետո տանել, դա երևակայել, տպել եւ այլն, եւ ժամանակակից առախոսները 1 վայրկյան է ընդհանրապես տևում լուսանկարվելու համար, բայց այո, մոդան վերադառնում է եւ հատկապես ճամփորդությունների ժամանակ շատ թիթիզ աղջիկներ անպայման իրենց ձեռքին ունենում են ֆոտոխցիկներ։ Այո, եւ իդեպ Սևակ մի հետաքրքիր բան էլ ասեմ, պարզվում է, որ նկատած կլինես, որ այն հին լուսանկարներ երբ նայում ես հին ժամանակների, մարդիկ հազվադեպ են ժպտում, այնտեղ սովորաբար լուրջ դեմքով են, դա էլ է պայմանավորված նրանով, փաստորեն, որ երկար էր process-ը տևում 1 լուսանկար ստանալու եւ այդքան երկար մարդիկ պարզապես հոգնում էին եւ չէին կարող անընդհատ ժպտալ, իդեպ այն ժամանակ, երբ նոր էր ստեղծվում լուսանկարչությունը, այն կարող էր նույնիսկ վտանգավոր լինել առողջության համար, որովհետեւ որոշ վաղ տեխնոլոգիաներ օգտագործում էին թունավոր նյութեր, այդ թվում սնդիկ եւ ցիանիդային միացություններ։ Պատկերացնում ես, իդեպ վախենալու պատմություններ նույնպես կան լուսանկարների մասին, որովհետեւ 19-րդ դարում գոյություն ունեին այսպես կոչված ուրվականների լուսանկարներ, որոշ լուսանկարիչներ կրկնակի էքսպոզիցիա եւ այլ հնարքների միջոցով ստեղծում էին ոգիների եւ մարդիկ հաճախ հավատում էին դրանց գոյությանը եւ նույնիսկ այսպիսի մի լեգենդ էր ստեղծվել, որ կարող է լուսանկարը տեսնել իբրև թե ուրվականներին եւ այլ ավելի վախենալու փաստ դա այն էր, որ վիկտորիանական դարաշրջանում մահացած մարդկանց լուսանկարներն էր տարածված, նրանց լուսանկարում էին, որպեսզի այսպես ասած ընդմիշտ պահպանեին նրանց կերպարը։ Ահա լուսանկարչության, լուսանկարչի մասնագիտության եւ ընդհանրապես կարեւորության մասին մենք րոպեներան զրուցելու ենք մեր հյուրի հետ, տաղավարում է լինելու լուսանկարիչ Armenpress լրատվական գործակալության ֆոտոբաժնի խմբագիր եւ մեր լավ գործընկեր Գևորգ Բերկուպերկյանը։ Հիմա եւս մեկ երգ լսենք, այդ ընթացքում մեր հյուրին կդիմավորենք ու կպատրաստվենք զրույցի։ The version of myself while we're out here just to play. Cannot get better than this. Tomorrow when I'm still awake, I promise I will take a break. I try to get rid of my sins. The road to unknown, nightmares and fairy tales. I know that I know nothing, so into the wind I sail. Get better than this. Right now I have everything. I feel so good in my skin. Tomorrow I deal with my sins. But will it get better than this? Right now I have everything. I feel so good in my skin. Tomorrow I deal with my sins. Who let go long time ago and who is still under control? There is so much deep within. I'm climbing out that box and told I find my gods and lots of gold. Do you still try to fit in?
the road to unknown. Night there, nightmares and fairy tales. I know that I know nothing, so into the wind I sail. But will it get better than this? Right now I have everything. I feel so good in my skin. Tomorrow I deal with my sins. But will it get better than this? Right now I have everything. I feel so good in my skin. Tomorrow I deal with my sins. Բարի լույս բոլորին, ովքեր նոր են մեզ միացել 10-18 եւ դուք հետեւում եք Հանրային ռադիոյի առաջին ծրագրի ուղիղ եթերին։ Մենք շարունակում ենք եթերը եւ խոսելու ենք օրվա թեմայի մասին՝ լուսանկարչություն եւ մեր տաղավարում է լուսանկարիչ Armenpress լրատվական գործակալության ֆոտոբաժնի խմբագիր եւ մեր գործընկեր ու նաեւ մշտական ունկնդիր Գևորգ Պերկուպերկյանը։ Բարի լույս Գևորգ։ Բարի լույս եւ բարի գալուստ տաղավար։ Գևորգ հաշվի առնելով, որ օգոստոսը չնայած դրան արդեն աժն սկսվեց, ինչպիսին է աժոտաժը հիմա Armenpress-ում։ Շատ խառնեք, թե դեռ հասցնում եք մի փոքր հանգիստ խմբագրությունը վայելել արձակուրդում գտնվող գործընկերների հաշվին։ Բարի լույս, շնորհակալություն հրավերի համար։ Շատ օգոստոսը որպես օգոստոս շատ հանգիստ է։ Հիմա նույնիսկ հասցնում ենք մենք հեղինակային շարքեր անել։ Բարեբախտաբար, այսինքն ոչ միայն լրահոսի հետ հետևելու, այլ մի փոքր ստեղծագործական ինչ-որ բաներ անել, մի քանի լուսանկարչով, ու բավականին լավ, մի քիչ շոկ նախ հանգարում, բայց դե նորմալ է։ Գևորգ, մասնագիտական ընտրությունից վստահաբար չենք կարող չխոսել, հետաքրքիր է ինչպես ստեղծվեց ձեր եւ լուսանկարչության կապը եւ ինչպես դա առնչվեց նաեւ լրագրությանը, հենց ֆոտոլրագրությանը, որովհետեւ իրականում մենք փաստեր էինք ասում լուսանկարչության մասին եւ չշեշտեցինք, որ լուսանկարչության ստեղծումը հեղափոխական էր նաեւ լրագրության ոլորտի համար։ Իհարկե Կարծեմ առաջի լուսանկարները, որոնք բավականին հեղափոխեցին թերթ լրատվությունը, դա 1877-78 Ղրիմի պատերազմն էր, որտեղ առաջի անգամ երբ որ տպվեցին լուսանկարներ Լոնդոնում, դրանք մարդկանց մոտ առաջացրեցին ուրիշ բան, երբ որ իրանք իրական պատկերը տեսան, թե ինչ է տեղի ունենում պատերազմի դաշտում։ Իմ լուսանկարությունով հետաքրքրվել է եղել շատ շուտվանից, բայց ես ուղղակի եմ, որ լավ թերթում էի, լավ նայում էի, ավել բան չէ, բայց միշտ լուսանկարության գալը ես միշտ սենց ա եղել, ես սիրել եմ պատմությունը, հետաքրքրվել եմ պատմությունով, նույնիսկ փորձ եմ արել դիմել եմ պատմական, քանի որ չեմ անցել անվճարը, չեմ գնացել, չեմ շարունակել, բայց պատմությունը ուսումնասիրել լուսանկարներով։ Չէ, պատմությունը ուսումնասիրելու ժամանակ նկատեցի, որ գրքերի մեջ շատ վատ լուսանկարներ են, ու ես գիտեի, որ հայ լուսանկարիչները շատ լավ լուսանկարիչներ են, նույնիսկ համաշխարհային մակարդակի հայ լուսանկարիչներ ունենք, ու ինձ հետաքրքրեց, թե ինչ է ինքը, զորացրվելուց հետո սովորում էի ընդհանրապես տնտեսագիտական,
որ Բացությամբ, մոտս կար $20 շաբաթ օր էր, ես վերնիսաժում հայտնվեցի եւ որոշեցի գնեմ ֆոտոխցիկ Zenit 11-ներ առաջի ֆոտոխցիկը նույնիսկ չգիտեի ինչպես ժապավենը մեջը դնեմ դες մի կերպ սով բանանելով փորձելով մի քանի ժապավեն Սև ու արծաթագույն տեսախցիկներն էին, չէ՞։ Նույն մի քանի ժապավեն փչացնելուց հետո սկսեց ինչ-որ բան ստեղ մոտս ստացվել, հետո ընկերներիցս մեկը ընդունվեց մանկավարժականի ռեժիսուրան, իրանց պետք է լուսանկարչական սարք, ինքը ինձ զանգեց, ես գնացի, բայց արդեն մի քիչ ավելի լուրջ էի հետաքրքրվում։ Երբ որ իմացա այնտեղ կա գեղարվեստական լուսանկարչության բաժին, հետո հասկացա, որ եթե ուզում եմ պատմությունով զբաղվեմ, լուսանկարությունը ամենալավ առիթներից մեկն է զբաղվել։ Հաստ։ Դրա համար ես համարում եմ լուսանկարիչներին, ոնց որ կային մեր, չէ, 10-րդ դարում, 11-րդ դարում ժամանակագրեր էին ասում։ Մենք էլ մեր ժամանակի ժամանակագրերն ենք ուղղակի ֆիքսելու միջոցով։ Իդեպ հանրային ռադիոյի հետ կապված մի հատ հետաքրքիր բան ասեմ։ Մոտ 20 տարի առաջ ուսանելու տարիներին դուք ունեք երիտասարդական լուսե, չէ՞։ Ես այդտեղից եմ սկսել։ Քանի որ իմ ընկերները, որոնք սովորում էին ինձ հետ կուրսեցիները, լրագրողներ, ռադիո լրագրության բաժնի մեր աղջիկներ, տղաներ գալիս էին, ինչ-որ բանի հետ կապված միշտ ինտերվյուներ էին վերցնում, որպես երիտասարդ, ես իրանցից մեկին հարցին, թե ինչ ժանրով չեմ զբաղվի լուսանկարության մեջ, ես ասել եմ լրատվության։ Եվ բնականաբար եթերա գնացել տենց, երիտասարդության օրվա հետ կապակցությամբ տենց ինչ-որ բաներ հարցում էր տարբեր մասնագիտությունների, եւ մի 3 տարի առաջ ինձ հիշեցրեցին, որ ով որ ասում էր, որ չի զբաղվի հանրային ռադիոյի եթերում չի զբաղվի լուսանկարչությամբ, բանը ժուրնալիստիկայի ժանրով, հիմա Armenpress-ում խմբագիր աշխատում։ Ասացի դե հիմա կյանքը այդպեսին է։ Երբեք չես կարող կանխատեսել, բայց դե այն ժամանակվա լուսանկարչությունը հիմիկվանից տարբերվում էր, չէ՞։ Երբ որ ժապավենով ենք նկարում, իհարկե, որտեվ մի քանի անգամ մտածում էինք, որովհետեւ ինքը սահմանափակումներ ուներ։ Երկրորդը ավելի ֆինանսապես ավելի թանկ էր գալիս, որտեղ դեպի նկարեր հետո տաներ, պրայվ կաներ, հետո տաներ, երևակայիր տպեիր, մի քիչ փոքր տպեիր, որ տեսներ քանիսը կան, չնայած արդեն վերջի տարիներին մի քիչ վարպետացել ենք, արդեն ժապավենի վրից ենք ընտրում, որն է ֆոկուս, որը մի քիչ դուրներս չի գալիս, այսինքն նորմալ է, բայց ուսանելու արդեն վերջի տարիներին, որ թվային տեխնոլոգիաները լավ ներխուժեցին մեր մասնագիտական ոլորտ, մենք զուգահեռ ենք անում։ Այն ժամանակ դեռ զիջում էին ժապավենին, բայց հիմա ովքեր նկարում են ժապավենով, դա նրա համար չի, որ ժապավենը ավելի լավն է, քան թե թվայինը։ Զուտ նրա համար է, որ ասենք սիրում է մարդ։ Ու շատ լավ է, որ հələ սիրողներ կան ու կա ժապավեն։ Այո։ Մենք էլ ենք հենց դա խոսում, իրական մինչև ձեզ դիմավորել է, որ վերջին շրջանում ինչպես լուսանկարչության դեպքում մարդիկ ավելի հին տեսախցիկներ են գնում են digital-ից ավելի հին տեսախցիկները, ժապավենային տեսախցիկներ են գնում, եւ դա վերաբերում է կամ տարբեր տեսակ սարքերին։ Վերջերս էլի նորաձև էին վինիլները կամ նորաձև էին դարձել iPhone 4-ը, կհիշես, մարդիկ սկսել էին նորից բռնել, ինչ որ նոստալգիկ տրամադրություն կար, բայց ինչ ամեն դեպքում Գևորգ նշեցիք, որ հերքում էիք եւ բացառում էիք լրագրության ոլորտում աշխատանքը, բայց ինչպես ստացվեց, որ հենց արդյունքում ֆոտոլրագրող դարձաք։ Առաջի փորձը եղել է հենց համասարանական, այսինքն ուսանողական տարիներին։ Մեր վարպետներից մեկը Ալբերտ Յավուրյանը 3 լրագրող աղջիկ մոտեցել էին, ասել են, որ մենք ուզում ենք թերթ անենք ֆակուլտետի բան։ Ինքը դուռը բացեց, առաջ ցած պատտեց, աշկն ընկավ ինձ հիմա վարամին ֆոտոլուրից մեկ էլ մենք ունենք մի Դավիթ, որը մենք երեքս կանգնած ենք, ասեց այ դուք երեքը եկեք ներսելը, ասեց այ իրանք էլ կնկարեն ձեր թերթի համար։ Ասեց Վարամը ասեց նույնիսկ կարող է ավելի օգնի, ասես կլինի ես չնկարեմ, մեր մոտից նկարներ բերեմ։ Իդեպ արդից օգտվելով շնորհավորեմ իմ ընկերներին, գոլեգաներին, Տոնի Արտիվ, դուք շարունակեմ, քանի որ այսօր մեր օրն է, շնորհավորում եմ իմ ընկերներին, մեկ երկուսին նշեմ, ֆոտոլուրից Մելիք Բաղդասարյանին, հավաք ընկերներից, Armenpress-ից Մխիթար Խաչատրյանին եւ Ֆելիքս Արուստամյանին,
Մարդիկ, որոնք այդ ժապավենի այդ ամեն ինչը արել են եւ մնացած իմ բոլոր գոլեգաներին, ովքեր աշխատում են, չգիտեմ, Նոր սերնդից են արդեն։ Այո, նոր սերնդից են, նոր սերնդի տեխնիկայով են աշխատում, նոր սերնդի ժամանակի այդ մեջ են աշխատում, շատ լավ լուսանկարիչներ ունենք հիմա, փառք Աստծո։ Մի խոսքով այդպես առաջի փորձերն եղան, բնականաբար ուսանող տարիներին ոնց է լինում, ասենք մի լրագրող սիրուն աղջիկ է գալիս, որը մի քիչ էլ հավանում ես, ասում եմ նյութի համար 2 սենց ֆոտո է պետք, բնականաբար փորձում ես օգնես շփվես, մեկ-երկու սկսում է բան, բայց ես նույնիսկ դրանից հետո էլի չեմ սիրել այդ ժանրը, բայց ստացվեց, որ մագիստրատուրայի վերջի կուրսում արդեն զուգահեռ ընկերներիցս մեկ մենք Հայնուզեում լրատվական կայքը հիմնեցինք, ես միանք պատասխանատու եմ տեխնիկական մասի համար, իսկ ինքը խմբագրական, բայց լուսանկարների հետ կապված խնդիրներ եղան, տարբեր իմ ընկերներին փորձում էի որպես լուսանկարիչ ներգրավեի, բայց ես քանի որ հասկանում էի, միշտ ասում եմ դուք չեք կարող նկարել, ու սկսեցի ես նկարել։ Եվ այդպես շարունակվեց։ Այդպես որպես տնօրեն ես ինձ հավատագրում էի հետաքրքիր նկարումների ու գնում էի, նկարում էի դրանք։ Իսկ ինչպես ստեղծվեց այո կապը Armenpress-ի հետ, մի գործակալություն դրատվական, որը հսկայական արխիվ ունի, լուսանկարների եւ բարբերաբար ցուցահանդեսներ են լինում նաեւ on-line, է հնարավոր հետեւել հին լուսանկարներին, կպարզենք րոպեներ անց, հենց հիմա գովազդային դադար։ Սուրճ ու սեր առավոտից։ Լուսանկարիչ Գևորգ Պերկուպերկյանի հետ ենք շարունակում զրուցել։ Գևորգ, այ Armenpress ինչպես եղավ կապը, մի գործակալություն, որը այո հսկայական արխիվ ունի եւ լուսանկարների եւ ընդհանրապես որպես լրատվական հարթակ, ինչպես դարձաք Armenpress-ի աշխատակից։ Մի մոտ 3 ամիս էր արդեն Հայնուզեմ կարգը տեխնիկական պատճառներով չէր գործում, բայց ես փորձում էի հետաքրքրության համար նկարում էի։ Հայաստանի հավաքականը ֆուտբոլի ուներ 2 խաղ տնային, առաջինի ժամանակ եւ այդ օրերին փոխվել էր հավատարմագրման կարգը։ Ու Armenpress-ը այդ կարգը փոխվելու բանով ոնց որ վրիպում էր եղել, իրանք դուրս էին մնացել ավատարմագրումից, փոքր վրիպումի պատճառով էլ ուղակի, բայց ես նկարում էի, տեսա որ Armenpress-ը չի դրել, զանգեցի ժամանակ տնօրենը պարոն Արամ Անանյանն էր, մենք լավ որ ասում ընկերներ ենք, բավական երկար ժամանակ իրար ճանաչում ենք, զանգեցի ասացի մի քիչ բան չէ էլի որ Armenpress-ը չի դրել, ես նկարներ ուղարկեմ, ուղղակի դրեք էլի, որտեվ ես էլ նկարել եմ, ուղղակի պետք է գտնեմ Facebook, չգիտեմ, Instagram գցեմ գնա, ասես չէ մի ուղարկի, բեր, ես որ գնացի, արդեն կարծեմ Հայաստան Սերբիան էր, հետո Հայաստան Ֆրանսիան, այդ տենց գնացի ասաց բան հրավիրեց Ֆելիքսին Արոստամյան, ով այդ ժամանակ խմբագիրն էր, ասաց ճանաչում ես Գևորգին, ասաց այնքը վաղվանից քո զամն է, ասենց էլ ասաց։ Ասում եմ, ես դե մտածեցի են հերթական կատակներից է գնաց, ասաց խնդրում եմ տենց արի պեկապարապես, արի մի ամիս աշխատի։ Մի հատ կողքի ասկով ասա էլի, ասենք իշտ ենք մենք մի քիչ սենց անում կամ նենց անում, որ մի քիչ ավելի թարմություն լինի բան 14 թիվն էր, մի ամսով անցա գործի է, դե մինչև հիմա։ Մինչև հիմա այդ մի ամիսը շատ է։ Այսինքն տենց հայտնվեցի Armenpress-ում։ Գևորգ, երբ պատմական փոքրիկ ակնարկից էինք խոսում, որ ժամանակին լուսանկարչությունը փաստ էր համարվում, հիմա մեր օրերում ժամանակներն այնքան են փոխվել, որ նույնիսկ մենք, լրագրողներս, պրոֆեսիոնալները ստիպված ենք լինում ցանկացած լուսանկար, որ տեսնում ենք, մի քանի րոպե կանգ առնել, հասկանալ սա իրական է, սարքած է, AI է, նախկինում ասում ենք Photoshop-ա, հիմա ասում ենք AI-ով է ստեղծված եւ այլն։ Առհասարակ այս նորամուծությունները, տեխնիկական նորամուծությունները, այն
որ ցանկացած 14-ամյա երեխա ունի գերհզոր տեսախցիկով զինված հեռախոս, ինչպես են ազդում այս մասնագիտության վրա եւ հատկապես ֆոտոլրագրության վրա, երբ այդքան կարեւոր է հավաստիությունը, օպերատիվությունը եւ իրերը ճիշտ տեսանկյունից եւ ազնիվ տեսանկյունից ներկայացնելը։ Ազդեցությունը շատ մեծ է, բայց դեռևս հնարավոր է տարբերել։ Դեռևս հնարավոր է։ Բանալի բառը Այո, դեռևս։ դեռևս նա։ Բանը շատ հնարավոր է, ասենց ասեմ, փոքր նյուանսներով դեռ տարբերվում է։ Կա որ արդեն չեն կարողանում տարբերել։ Բայց ազդեցությունը օրինակ գործն է պակասել լուսանկարիչների, ու ոչ միայն լուսանկարիչներին, դեռ մի քանի մասնագիտությունները սեայի պատճառով դուժեցին, բայց կան ասենք օրինակ կայքեր, որ կամ առևտրական խոշոր կայքեր, օրինակ ինչպիսին ասենք Viber-ն, Ozon-ն կամ Amazon-ն եւ այլ, իրանք պարտադրում են ոնց հասկացա, իրանք այդ կայքերում անպայման ֆոտոներ տեղադրեն, որոնք AI-ի միջոցով չեն գեներացվել, իրական, որտեղ հաճախորդները պահանջում են իրական տեքստը տենան ինչ ապրանքի։ Դեռևս դրանք ոնց որ պահում են այդ ոլորտը, այսինքն այդ որ գովազդային է, այտենց պահում են։ Երկրորդը լուսանկարը տարբերվում այայից մի քիչ լրատվական դաշտում այդ էմոցիան, այդ բանը, այդ անկյունը, լույսի անկյունը եւ այլ, ճիշտ է դրանք ամեն ինչը կարելի է ստանալ, բայց մենք ոնց ենք աշխատում մեր արագության, այսինքն դեպքը տեղի ունեցավ, օրինակ մի քանի վայրկյան հետո լուսանկարը հայտնվում է արդեն մեր սերվերներում, մենք նայում ենք թողարկելու է, թե ոնց է, պետք է ինչ-որ բան անել հետը, բնականաբար լրատվական գործունեության մեջ ինքը Photoshop տենց չի արվում, այլ մաքսիմում crop արվում, այսինքն կտրվում է վրան, եթե ունեն լոգո են դնում, եթե չունեն, տենց թողարկում են, այդ արագությունը դեռևս մեզ պահում է այդ դաշտում, որ դուք արագ ես ինֆորմացիան փոխանցում, իսկ AI-ի միջոցով գեներացումը պետք է նախ մանրամասը գրել եւ այլ զուտ դեռ տես մանր փոքր բաներ կան, որ պահում են քեզ դաշտում, մեկ էլ բնականաբար այնն է, որ տեղից եթե լինում է լուսանկարը, ինչ-որ միջոցառման, դեպքի վայրից եւ այլ, մարդիկ միշտ էլ գերադասելու են իրականը, քանց թե Գևորգ, վստահ եմ այս տարիների ընթացքում մի շարք կարևոր պատմական իրադարձություններ ես վավերագրել քո ֆոտոխցիկով, որն է ամենանշանակալի իրադարձությունը, որին ներկա լինելը նաև ինչ որ տեղ պատիվ ես համարել։ Տարբեր այցեր, վստահ եմ Հայաստան եկել են տարբեր պաշտոնյաներ, ասել, բայց օրինակ իմ համար շատ մեծ, ասինքն հիմա արդեն էլի, օրինակ Շառլ Ազնավուրի վերջի համերգը, որ համալիրում ունեցավ, ես համերգի մոտարապես 80%-ը նկարել եմ գախնի, որ այո, որ ես կայի այդ համերգին, առաջի 10-15 րոպեներ կարելի ինչ-որ մի բան անել, ինչ-որ մի բան անել, այնտեղ բացառություն 2 թե 1 լուսանկարիչ էին թողել, որ աշխատի, ես արդից օգտվեցի, որ շղկոցը գալիս է փակաղակի, ես ամբողջ համերգը նկարել եմ շարքերի մեջ նստած ու ինձ ման էին գալիս, ես քանի որ գիտեի ման են գալի, ես համը չէի անում, չէի տեղափոխում, բայց թակուն անընդհատ նկարում էի, այդ տենց բաներ կա, որ զգում ես, որ պետք է, էլի, մեկ խախտերս անդորը, չգիտեմ, երևի ամենամեծ ու ծանր հետաքրքիր բաներից մեկը, որ 18 թվականի այդ հեղափոխական շարժումներ, քայլերթներն էին, որ օրը 23-24 կիլոմետր տենց մենք դուք էլ քայլում էինք, հա, բարեբախտաբարի տարբերություն վիդեոօպերատորների մենք մեջքով չենք քայլում անընդհատ, բայց փորձում էինք տարբեր անկյուններից ժողովրդի հետ ամբողջի մեջից մարդկանց նկարել, դեմքեր, էմոցիաներ, ծանոթներ էինք տենում զրուցելով գնում էինք, հետո ամեն ինչ էլ այդ դրանք էին, որ բավականին, հա, հպարտանալու բաներ, որ մարդիկ փոփոխության համար դուրս էին եկել փողոց, կապ չունի նրանցից քանիսն են փոշմանել, քանիսն են հիմա ավելի ոգևորված եւ այլ, բայց որպես պատմական իրադարձություն, տենց կան որ լինում է մեկ-մեկ այդ պեղումների վայրերում ես նկարում, դրանք են հետաքրքիր ինչ-որ մի բան,
որ նոր է, կամ ինչ որ մի բան նոր է դուրս գալիս կամ նկարում ես, օրինակ ցավոք սրտի բոլորիս հայտնի երիտասարդության պալատը որ կա, կարծես կուկուռուզը, հայտնի։ Օրինակ ես նկարել եմ ուսանող տարիներին, հարգարկ ոնց են քանդում։ Ես այս վերջերս մեր Armenpress-ի արխիվում տեսա մի քանի նկար, որոնք հարգարկ ոնց են սարքում։ Ու այսինքն զուտենի, որ ես չեմ արարել, բայց դա դարձել է պատմություն։ Ասենք շաբաթը մեկ գնում էի ինչ-որ մի դիրքից խոսակցական լեզվով ասած պոլիտեխնիկի կողքից կանգնում էի, մի հատ կետ էի արել ինձ, այդտեղից նկարում էի, թե հարգարկ ոնց են կան։ Եվ այն գովազդը քաղաքական կուսակցության, որը վրան կար պոստերը, անունը չտամ, sense ոնց էր իշտում ներքև, էլի, sense ինքը հիմա չկա այդ կուսակցություն։ Ոչ էլ շենքը։ Խորհրդանշական։ Գևորգ, երբ ստեղծվեց վիդեոն, առհասարակ թե աուդիոն, այսինքն թե ռադիոն էին մարդիկ ենթադրում, որ այ հիմա կմեռնի, որովհետև հեռուստատեսություն կա, կադր կա, թե լուսանկարչությունը, որովհետև թվում էր, թե եթե կա շարժվող կադր, ապա քարացած ստատիկ կադրը էլ ոչ մեկի պետք չէ, բայց դա այդպես չեղավ եւ միևնույնն է լուսանկարչությունն էլ շարունակում է մնալ ամենաշատ սպառվող կոնտենտից մեկը, ինչու է, ինչով է յուրահատուկ լուսանկարը, ինչ ունի այն, որ օրինակ վիդեոն երբեք չի կարողանա փոխանցել։ Մի պարզ օրինակ բերեմ, որ ավելի լավ լինի։ Ներկա ժամանակում նկատել եմ մի բան, որ օրինակ հարսանեկան արարողությունների ժամանակ հիմա ավելի շատ տեղ են տալիս ֆոտոին, որը ավելի նորմալ է, քան թե վիդեոին, որովհետև մարդիկ տարիների ընթացքում, մեր մոտ եմ ասում, եվրոպական երկրներում մի քիչ ավելի շուտ է եղել, հասկացան, որ վիդեոն, այսինքն ինքը ժամանակատար է, դու միևնույնն է 5 տարին մեկ կարող է կես ժամ նայես, թե ինչ է եղել հարսանեկը, իսկ լուսանկարը նամանավանդ հիմա սմարթֆոնի միջոցով կարող ուղղակի այսպես թերթել, միանգամից վերհիշել, ինֆորմացիա ստանալ, օրինակ դուք գնացել եք մի ինչ-որ տեսարժան վայր, ուզում եք, չգիտեմ, կա ցուցանակ, ու արևիտակ ժամերով չկարդալու համար մի ասած նկարում ես, թեկուզ հեռախոսով, հետո երբ որ, չգիտեմ, ավտոբուսով շարժվում եք մի ուրիշ կետ, այո, ճիշտ է, ժամանակ ես կարդում արդեն, այսինքն, բայց դուք ֆոտո է, էլի, արդեն ինքը ֆոտո է, ինքը ֆոտոն ուղղակի հեշտացնում է եւ ֆոտոյի միջոցով, դուք այդ մի կադրի միջոցով դուք փոխանցում եք բավականաչափ մեծ ինֆորմացիա, Ունեք պատկերացեք, եթե մենք մի հատ Տիգրան Մեծից ուղակի գահին նստած ֆոտո ունենք, 1500 պատմաբան գիտական աշխատություն կգրեր, մեկը կոշիկների մասին, մեկը մազերի մասին, չգիտեմ, նույնիսկ կարող է սպեկտրալ անալիզ անեին եւ դուրս գար, որ մաշկը արևի այդ ճառագայթներն, մի խոսքով, այսինքն ֆոտոն շատ տեղեր ու շատ ինֆորմացիա է պարունակում։ Վիդեոյի պարագայում ինքը բավականին ժամանակ է տանում, դրա համար հիմա ռիլերը կարճ, արագ, շատ ինչի համար են տես, որովհետև կա դրանից բացի կա լուսանկար։ Իդեպ պարզել եմ, որ ռիլերն էլ հիմա փաստորեն շատ ավելի պահանջված ժանր են հարսանեկան ոլորտում, փաստորեն մարդիկ։ Այո, քան թե 2-3 ժամանակ վիդեոյի փոխարեն reel maker-ներ են հրավիրում, իրենց հեռախոսներով գալիս են։ Իդեպ հեռախոսների տեսախցիկները երբ գնալով ավելի լավացնում են որակը, չի միևնույնն է կարիքը լինում է ծանր տեսախցիկը ման տալու, թե տեսախցիկը մնում է տեսախցիկ, թե դուք եք աստիճանաբար հանձնվում հեռախոսներին։ Հեռախոսին չենք հանձնում։ Նախ տեսախցիկի ֆունկցիաները, հնարավորությունները շատ ավելի շատ են, քան թե հեռախոսինը։ Ճիշտ է, օրինակ այս վերջի ֆուտբոլի առաջնությանը ցուցադրաբար մի քանի բաներ կային, որ հեռախոսով էին նկարել, ցույց էին տալի, որ տարբերությունը որն է, բայց օրինակ պարզ մի տարբերություն ասեմ, եթե դուք վաղը ցանկանաք, այսինքն երկուսով ստեղ նկարվեք եւ ցանկանաք այս մեծ պատին ձեր նկարը մեծ դնել։ Բնականաբար, եթե դուք հեռախոսով նկարեք, այդ պատի մեծ նկարը լինելու ավելի անորակ։ Այո, մեծացավ նույնիսկ եթե մի քանի անգամ այն chat GPT-ով պատտեք, որակը բարձրացնեք եւ այլ, քանց թե ուղղակի սովորական մի քիչ միջին կարգի լուսանկարչական սարքով նկարվեք։ Այսինքն այդտեղ մի հատ եթե նույնիսկ վաղը բերեն հեռախոսի հնարավորությունները այդ տեսակետից էլ հասցնեն լուսանկարչական սարքին։ Գոյություն ունի արագություններ, գոյություն ունի հարմարություն, օրինակ աշկին պայելով ավելի արագ ես կողմնորոշվում, քան թե
Էկրանի միջոցով դու արդեն իսկ այլ կերպ ես տեսնում։ Իդեպ ես մի բան եմ նկատել, չգիտեմ մասնագիտական տեսանկյունից սա ինչ բացատրություն ունի, բայց երևի հենց Գևորգի ասածն է փաստում, որ երբ հին լուսանկարներս եմ նայում, օրինակ լուսանկարներ, որ արել են, չգիտեմ, 2000 թվականին 16 ներողություն 2020 թվականին 2016 թվականին նկատում եմ, որ հեռախոսով այն ժամանակ արած լուսանկարները միշտ շատ ավելի վատ անորակ տեսքով են թվում, բայց այն լուսանկարները, որ նույնիսկ այն ժամանակվա ֆոտոխցիկներով եմ արել, չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց միևնույնն է շատ ավելի հիմա որակյալ։ Շարունակում են էլի որակով լուսանկարներ թվալ, երևի, չգիտեմ, դա էլ ամեն դեպքում մասնագիտական նրբություն է։ Եթե հետայաց գնաք 30-ականների լուսանկարներ նայեք, կտնեք ինչ ֆանտաստիկ լավ են պահպանված, որովհետև այն ժամանակ էլ երբ որ ժապավենի վրա են նկարել, օրինակ լուսանկար կա, որ նկարվել է, չգիտեմ, մոտավորապես ասենք պայմանական եմ ասում 20-30 մեծ ժապավենի վրա, որտեղ սարքերը մեծ են։ Ու այդ չափով տվել է 1:1։ Ինքը բավականին շատ որակով է, չեմ ասում էլ որ այնտեղ բնական մեջը արծաթը բանը ավելի լավն է եղել, քան ստե հիմիկվա թղթերը, որ պրինտերի միջոցով է լինում։ Անում են, ահա։ Դրա համար հիմա նորից մարդիկ հետենեք է տպագրության, նորից ժապավենի Instax-ներին, Polaroid-ներին եւ ամփոփելով արդեն Գևորգ բոլոր մեր այն ռադիոլսողների համար գուցե երիտասարդներ կան, որ լսեցին, հետաքրքրվեցին, հասկացան, որ կուզեին իրենք էլ փորձել իրենց այս ոլորտում, ինչ հատկանիշներ, չգիտեմ, գուցե ասում են աչք է, չէ՞, պետք դրա համար։ Եվ ինչքան գիտեմ, կներես հիմա հենց Armenpress-ը ընդունելության նման մի բաներ չէ հայտարարել ֆոտո խմբագրությունում, նաեւ դրա մասին խոսենք։ Հա, կարճ ասեմ ընդունելության մասին, ֆոտո դպրոցն է գործում Armenpress-ի մի քանի տարի է, տարբեր տարիքային, բայց հիմա ոնց որ տարիքային սահմանափակում ավելի ենք դրել, որ մի փոքր դպրոցի, ավագ դպրոցի ուսանողներ լինեն, աշակերտներ լինեն ավելի լավ, կամ մեկ էլ ուսանողներ են լինում, օգնում ենք հասկանալ թե իրանց ինչա, դա Ֆելիքս Արուստամյանի ասենց ասած վարպետաց խումբն է, ինքն է այդ ամեն ինչը կազմակերպում, եթե մենք ինչ-որ մի բանով կարող ենք օգտակար լինել, դες մի քիչ պես լավ ենք զգում, որ մենք էլ օգտակար եղանք, բայց հիմնականում ինքն է զբաղվում, մոտ ինքը ժամանակատված չունի, ասենք որ ասում են երամսյա բան, չէ, ինքը սկսվում է սեպտեմբերից, ավարտվում է մայիսին, ինքը տենց թեթև է, որտեղ դասերի հետ զուգահեռ ինքը բոլորովին անվճար է, մարդկանց այդ ասեմ որ բայց խորհրդատրվում որ զբաղվեն լուսանկարությամբ կամ դիմեն մարդիկ ովքեր ունեն ֆոտոխցիկ որովհետև եթե դու չես կանալու հանձնարարությունը տունը կատարես կամ հեռախոսի միջոցով ես անելու դա արդեն ոնց որ կիսատ պրատ է լինում Իսկ ինչը վերաբերվում էր երկրորդ հարցին, ինչ հատկություններ են պետք, աչք, ճաշակ, դրանք ամեն ինչը պետք են, բայց առաջի հերթին ինքը համառություն, որովհետև լուսանկարչությունը բացի որ պետք է մի քիչ պնդաճակատ լինես, երկրորդ բաներից մեկն էլ որ պետք է հասկանաս, որ ինքը ֆինանսական մեծ ծախսեր է պահանջում, նույնիսկ sense խոսքա լուսանկարիչների մեջ, ասում են սովորասու բանը երախուն լուսանկարել եւ ինքը կյանքում գումար չի ունենա դրա դեղերի համար որովհետեւ ամբողջ ծախսը գնալու է սարքերին նորնա դուրս գալի ուզում ես ավելի լավ ունենաս ինքը պետք է հաշվին որ ինքը թանկ մասնագիտություն է թանկ հաճույք է ու ներդրում պահանջող մեկ էլ որ սկսեցի նկարել կարող էլ չկարնաս կանգնես ինքը բանի պես քեզ տանում է արդեն տարվում ես դրանով նամանավանդ որ սկզբից 1 2 3 սկսում է ստացվել զգում ես որ ռեալ ասենք վերջսկոննա բայց կարող է իրանը չնի բայց մեկը տանում է ինքը ամբողջ կյանքում զբաղվում է հետո պետք չի կարող է շատ լավ ինքը հոբի լինի ինչպես նկարչությունն է ինչպես չգիտեմ մարդիկ կան որ բաներ են քանդակում կամ բզբզում, հավաքում, ինքը ձև դա կարող լավ հոբի լինի, ընդհանրապես համաշխարհային լուսանկարչության մեջ շատ կան ֆանտաստիկ գործեր, որոնք արել են սիրողները ու շատ նորմալ է այդ որ մարդիկ զբաղվում են դրանով կարողանում են իրանց թույլ տալ հիմնականում ասենց են ասում առաջ որ նկատում են բժիշկներն էին շատ հետաքրքրված ասում են որտեղ բժիշկները հարուստ են իրանք կարան թույլ տան իրանց բաները մի խոսքով ինքը այժմ մասնագիտություն չի նես որ սկսելուց առաջ այդ դրա մասին անպայման պետք է իմանալ ցանկացած վաղ մենք պատրաստ ենք խորհուրդ տալ տեսախցիկի ընտրության հարցում որովհետև կախված մասնագիտական
ես դա շատ եմ նկատում Հայաստանում, որ ինչ ժանրի մեջ ես նկարում, այսինքն պատկերացման համար կարճ ասեմ, դու եթե մեքենա ես ուզում գնես, եթե դու գիտես, որ ամբողջ օրը սարեր ես գնալու, բնականաբար ջիպ ես գնում։ Եթե քաղաք ես քշելու, փորձում ես փոքր, ավելի սեդան, այսինքն ինքը սարքերը նույնատիպ բաժանումներ ունեն, մի քիչ կոպիտ էր բանը, համեմատությունը, բայց ավելի հասկանալու համար կան նմանատիպ բաներ, դիմում են, ասում ենք, որ պետք չի սենց, այլ պետքա սենց, կամ նույնիսկ սկսելու համար պետք չի ունենալ ամենալավը, ընդհանրապես լուսանկարելու համար շատ պետք չի ունենալ ամենալավը, կարելի է ունենալ նորմալը ու ճիշտ տիրապետել։ Եթե ճիշտ տիրապետում ես, դու կարաս տարբեր տեսախցիկներով ստանալ շատ բավականին որակյալ եւ լավ լուսանկարներ։ Շատ շնորհակալ ենք Գևորգ, թե տաղավարում մեզ հետ լինելու, թե ձեր աշխատանքի համար սիրով հիշեցնեմ, որ զրուցում էինք լուսանկարիչ Armenpress լրատվական գործակալության ֆոտոբաժնի խմբագիր Գևորգ Պերկուպերկյանի հետ։ Հենց հիմա մեր հյուրի հետ կլուսանկարվենք եւ այնուհետեւ կեզրափակենք եթերը արդեն։ So I said quietly, agreed politely. I guess that I forgot I had a choice. I let you push me past the breaking point. I stood for nothing, so I fell for everything. You held me down, but I got up, already brushing off the dust. You hear my voice, you hear that sound, like thunder gonna shake the ground. You held me down, but I got up. Get ready, 'cause I've had enough. I see it all, I see it now. I got the eye of the tiger, the fighter, dancing through the fire. 'Cause I am a champion, and you're gonna hear me roar louder, louder than a lion. 'Cause I am a champion, and you're gonna hear me roar. Now I'm floating like a butterfly, stinging like a bee. I earned my stripes. I went from zero to my own hero. You held me down, but I got up, already brushing off the dust. You hear my voice, you hear that sound, like thunder gonna shake the ground. You held me down, but I got up. Get ready, 'cause I've had enough. I see it all, I see it now. I got the eye of the tiger, the fighter, dancing through the fire. 'Cause I am a champion, and you're gonna hear me roar louder, louder than a lion. 'Cause I am a champion, and you're gonna hear me roar. You're gonna hear me I got the eye of the tiger, fire, dancing through the fire. 'Cause I am a champion, and you're gonna hear me roar louder, louder than a lion. 'Cause I am a champion, and you're gonna hear me You're gonna hear me The station with the best music. Best music. I love the music. Best music. 10:50 մեր եթերաժամի վերջին րոպեներն են, հասցնենք ձեզ 1-2 մարզական լուրեր ներկայացնել ու արդեն հրաժեշտ տանք։
Ահա հայ մարզիկներին մասնավորապես հասցնենք անդրադառնալ, կարծես թե լավ լուրեր ունենք այս առումով, մասնավորապես Նաիր Թիկնիզյանին անդրադառնանք, Հայաստանի հավաքականի 27-ամյա եզրային պաշտպանը բուրզնումն անցնելուց հետո 4 տարվա պայմանագիր կնքեց Հունաստանի 48-ակի չեմպիոն Օլիմպիկոսի հետ։ Այս պայմանագիրը նախատեսում է նաև հնարավորություն եւս 1 տարով երկարաձգելու, նրա տարեկան աշխատավարձը կկազմի 1.1 միլիոն եվրո։ Հայ ֆուտբոլիստը հանդես է եկել նաև ռուսական ավանգարդ կորսում, Մոսկվայի ԲԿՄ-ում եւ Լոկոմոտիվում։ Նա Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 31 հանդիպման, եղել է Ռուսաստանի մինչև 19, մինչև 20 եւ մինչև 21 տարեկանների հավաքականների խաղացող Transfermarkt-ը Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո, այնպես որ միշտ շատ հաճելի է լսել մեր մարզիկների հաջողությունների մասին եւ շատ հեռու չգնալով միանգամից էլ վերջերս տեղափոխված Էդուարդ Սպերցյանի գոլին անդրադառնանք, ինչպես գիտեք, հայազգի մարզիկը տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող Ալ Ահլի եւ այնտեղ Սաուդյան Արաբիայի թագավորի գավաթի խաղարկության 1/16 եզրափակում հյուրընկալվել է Ալ Անվարին եւ հաղթել 2-1 հաշվով եւ հաշիվը բացել է հենց Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Սպերցյանը, որը արդեն երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դառնում, ինչի արդիվ նույնպես նրան շնորհավորում ենք եւ հուսով ենք, որ կշարունակեն մեր մարզիկները, թեկուզ դեռևս արտասահմանյան թիմերում միևնույն է մեզ ուրախացնել եւ հնչեղ դարձնել իրենց անունները աշխարհում։ Իդեպ նաեւ Սպերցյանը հարցազրույց է տվել եւ նրան հարցրել են դեմ կցանկանա իր խաղալ այստեղ, նա նշել է Կարիմ Բենզեմայի եւ Կրիշտիանո Ռոնալդոյի, որոնք եւս գիտենք արդեն արաբական աշխարհում են ծավալում իրենց ֆուտբոլիստի կարիերան։ Մեկ լուր էլ մեր Երևանի հյուրերին եւ երևանցիներին ներկայացնենք, իհարկե առաջկա եթերների ընթացքում եւս դες կհիշեցնենք Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ Կանտատը հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկում է Երևանյան գիշերներ բացօթյա համերգաշարը Երևանի այգիներում, օգոստոսի 25-ին Մերգելյանի այգի, 31-ին Սիրահարների այգի եւ սեպտեմբերի 14-ին Վահագն Դավթյանի այգում տեղի կունենան համերգներ, տարբեր ծրագրերով են դրանք մուտքն ազատ է, ժամը 20:00-ից Երևանի քաղաքապետարանը բոլորին հրավիրում է, օգոստոսի 26-ին ջազային ծրագիր է մեկնարկում, օգոստոսի 25-ից սեպտեմբերի 14-ը 3 համերգները դասական են լինելու, իսկ այնուհետև ջազային ծրագիր, այս ամենի մասին մենք իհարկե դեռ մանրամասն ձեզ կիրազեկենք առաջիկա եթերների ընթացքում։ Կարդամ նաև օրվա վերջին մեկնաբանությունը, մեր եթերում Վարդիթեր Գևորգյանն միացել է մեզ, հարգանքներս բոլորիդ եւ խաղաղություն ամենքիս։ Հենց խաղաղություն մաղթելով էլ, խաղաղ, բայց զուգահեռ նաև բարձր տրամադրությամբ օր մաղթելով էլ եզրափակենք մեր եթերը, բայց կոչ անենք մնալ Հանրային ռադիոյի հետ։ Այո, այս պահին մայրաքաղաքում 27 աստիճան տաքություն է, ձեզ արդյունավետ եւ լավ օր ենք մաղթում, իսկ սուրճ ու սեր առավոտիցը ձեզ կողջունի արդեն վաղը առավոտյան։ Գուցե քո աչքերն էին, քո սևան աչքերը, ինձ տարան անհուն խորքերդ։ Գուցե քո խոսքերն էին, քո սևակ խոսքերը, ինձ համոզեցին, որ սեր է։ Տարան ինձ դեպի վեր ուր աստղերն էին, վարար էր սերը մեր ու անկեղծ էր, ես քեզնով Գուցե մի քիչ էլ տարված, սիրուց քո հիվանդացած ու ինքս ինձ կորցրած Քո գանգուր վարսերը, իմ ու քո վարսերը Ափերից հանել են, ամպերից էլ վեր տարել են Քո գանգուր վարսերը, իմ ու քո վարսերը Ափերից հանել են, ինձ ու խելքը հանարել են Գուցե մի քիչ էլ տարված, սիրուց քո հիվանդացած ու ինքս ինձ կորցրած Քո գանգուր վարսերը, իմ ու քո
Չկաց